Էական է, որ Նիկոլ Փաշինյանն իր ունեցած իշխանությունն ավելի կարևոր է դասում, քան իր բերած կորուստները։ Վայ, Փաշինյանը вообще խելքը կորցրել են կարծիքով։ Ոչ։ Իհարկե ոչ։ Նույնիսկ իր անունը լսել չեմ։ Ամեն ինչ այնքան ցավոտ է ու այնքան խորն է արդեն, որ չգիտեմ, ավելորդ ոչ մի բան չեմ կարող ասել։ Ուղղակի սպասում եմ, որ երբ պետք է ինքը լքի, վերջապես այդքան ունենա, չէ, բայց չունի, այդ տղամարդկայնությունը չի։ Քաղաքական չեմ պատասխանում։ Դուք լուրջ հարցնում եք Փաշինյանի մոտ բարոյականություն կա թե չէ։ Իհարկե չկա։ Մի մանարեք մի բան, որը գոյություն չունի։ Չէ, շատ բարդ բան է հարց եք տալիս, բայց դե մենք ոչ մեկս էլ չենք ուզում, ինչ անենք։ Չեմ կարող հարցին պատասխանել, որտեղ բացարձակ այս իրավիճակին չեմ հետևում։ ԵՊՀ-ում հանդիպման ժամանակ իրեն հարց են ուղղել, եթե հետ գնար, նորից հեղափոխություն կաներ եւ նա պատասխանել է, որ կաներ, հաշվի առնելով, որ Արցախ ենք կորցրել 5000 զոհ ենք ունեցել։ Դե միգուցե ինքը մտածում այլ կերպով կաներ, դա չենք կարող ասել, հա։ Մենք էլ ենք հետադարձ քայլ անում, հա, սխալ ուղղելու համար, աշխատում ենք նույն սխալը չանել։ Միգուցե չի ասում, որ սխալ է արել։ Իր բոլոր քայլերը որակում է ճիշտ։ Գիտեք, սա նույնիսկ գլոբալ հարց է ու շատ փակ հարց է ինքը, որտեղ կա ներքին խոհանոց, որի մասին մենք չենք կարող դատել։ Հետո ինձ թվում է միշտ կան ինչ-որ, ոնց ասենք, մասնագետներ, հա, թեկուզ հենց նույն նախագահան կամ վարչապետը կամ չգիտեմ, քարտուղարուհի, որոնք լավ գիտեն իրենց գործը։ Եվ ինչ-որ բան խոսել կողքից, չգիտեմ, դժվարանում եմ դատել։ Նախընտրում եմ իմ ոլորտի մեջ հստակ լինել։ Ուրիշի ոլորտը քանի որ չգիտեմ, տեղյակ չեմ։ Հետո գիտեք, իսմապետությունը այն, ոնց ասեմ, այն մարմինն է, որտեղ պետք է չի բացայի ձևով մենք ամեն ինչ շատ նենց խորը տեղեկացված լինենք ու ամփոփենք, որտեղ պետք է վստահել։ Ես տենց եմ գտնում, եթե չկա վստահություն, ոչ չի լինի։ Ընտանիքից մինչև պետություն։ Բարի։ Գտնում եմ բարոյական է, ուրեմն բարոյական է։ Չէ, ես ճիշտ չեմ համարում դա։ Ես երեք լուրերով լսեցի, որ թոշակառուների հասցեին ինչ է ասում, որ ամբողջ կազմի եթե աշխատավարձ չստանա, միայն պետք է 1400 դրամ ավելանա։ Սա ծիծաղելի չի, ոնց կարելի է ձևի վարվել։ Բան ժամանակները, որ էլի գումարներ քիչ-քիչ ավելանում էր, իրենք աշխատավարձ չէին ստանում։ Ես զարմանում եմ, էլի ոնց կարելի է այդքանից հետո պաշտպան կանգնել։ Ես դեմ եմ էլի այդ իր կառավարությունը ինքը նստել է աթոռին ու ոնց ուզում է միայն ժողովրդից քամեն, ժողովրդից վերցնեն, ես չգիտեմ, էլի շատ ծանր եմ տանում, այդ ամեն ինչ, շնորհակալ եմ։